Բարև ձեզ։ Այսօր կզրուցեմ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի փոխնախագահ Գոր Սահակյանի հետ։ Պարոն Սահակյան, շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ You're the third generation of Պարոն Սահակյան, դուք Հովնանյան ընտանիքի երրորդ սերունդն եք, իսկ այժմ նաև հիմնադրամի փոխնախագահը։ Երբ առաջին անգամ հասկացաք, որ այդ ժառանգության կրողն եք եւ որ պետք է պատասխանատվություն ստանձնեք այն շարունակելու համար։ To carry this legacy forward. Well, growing up, my father's from Yerevan. Ես հայկական միջավայրի մեջ մեծացած եմ։ Հայրս Երևանեն է եւ ամեն տարի Հայաստան գուքամ այցելելու մեծ մայրիկիս եւ մեր ընտանիքին։ Դարիներու ընթացքին որքան կմեծնայի կտեսնեի, որ Հայաստանը կզարգանար վերջին 30 տարիներուն։ Իմ մեծ հայրս մեծ ողջավորությամբ կմոդենար թե կորձարարության, թե բարեգործության, ինչ որ չափազանց ներշնչող էր։ Թեփքեր կային, որոնք հատկապես ազդած են վրաս։ Կապված հայրենիքին հանդեպ իր նվիրումին հետ։ Անոնց մեկը իր մեզի հետ անցուցած վերջին գիշերն էր։ Այդ գիշեր իր կողնեին Քույրս Էդելը եւ մայրս Եվան անոնցը սավ մի լակ այն սերունդը որ ազգին ծնունդին ու մահվան ագանադես պիտի լա այդ խոսքերը խորունգաստեցություն ունեցան վրաս անոնք զիս մղեցին ավելի շատ կործելու եւ ինքնին ամբողջությամբ նվիրելու օգնելու համար թե Հայաստանին թե մեր հիմնադրամին այստեղ իր աստեցությունը առավել խորացնելու համար Grow its impact here. Դուք Հայաստանում եք ծնվել թե In the United States. Ոչ, ես Միացյալ Նահանգներու մեջ ծնած եմ, բայց 1 տարեկան դառնալես առաջ արդեն սկսած է Երևան այցելել։ Is there a story or moment for Ինչ եք հիշում ձեր ընտանիքի բարեգործական պատմությունից։ Ինչն է օգնում, երբ ձեզ անհրաժեշտ է գտնել լուծումներ կամ ներշնչանք հիմնադրամի նախաձեռնություններն իրականացնելու համար։ or goals of the foundation? Couple stories. Կան քանի մոդատմություններ մեծ հորս մասին։ Շուրջ 30 տարի առաջ, երբ Հայաստանը գործանած էր, երկրաշարժեն ու առաջին համաշխարհային պատերազմեն, ան Միացյալ Նահանգներու մեջ ցկեց ամեն ինչ եւ անմիջապես եկավ Հայաստան, հնարավոր ամեն ձևով օգնելու համար։ Երկրաշարժի ընթացքին ան հիմնեց ցեմենտի արդատրամաս, որբեսի կարելի լա վերակառուցել որոշ շենքեր։ Պատերազմի տարիներուն նույնպես գներ այն ամենը, ինչ հնարավոր էր։ Այդ պատմությունները ինձ ցույց տվին, թե որքան խոր էր անոր սերն ու նվիրածությունը Հայաստանի հանդեպ։ Երբ Հայաստանը դարձավ անկախ, ան գրգին ցկեց իր հրճագավոր գործը Միացյալ Նահանգներու մեջ եւ եկավ այստեղ ապողջությամբ նվիրելով իր հաջորդ 30 տարիները հայրենիքին։ Այդ նվիրածությունն էր, որ իսկապես զիս ոգևորեց։ Next 30 years of his life to Armenia. So that really inspired me. Now Armenia is still Հաշվի առնելով, որ Հայաստանը զարգացող երկիր է, հետաքրքիր է, թե ինչպես է հիմնադրամը շարունակում իր նախաձեռնությունները, փորձելով գտնել լուծումներ Հայաստանում առկա տարբեր մարտահրավերների համար։ that currently we have in Armenia. Yes. And that's something Այո, եւ ճիշտ այդ սկզբունքով մենք առաջնորդված ենք մեր անկախության առաջին օրերեն ի վեր։ Այժմ լալով երրորդ սերունդը, տեսնելով այն ինչ կատարած է մեծ հայրիկս, որպես առաջին սերունդ եւ այն ինչ իրականացուցած է երկրորդ սերունդը, մեր ցանկությունն է շարունակել այդ արժեքավոր աշխատանքը եւ նպաստել երկրի զարգացման։ Այս պահուս իմ հիմնական պատասխանատվությունս է վերահսկել մեր կորձադեղիները Միացյալ Նահանգներու մեջ։ Իթեպ հետաքրքրական զուգահեռ մգա։ Նման է այն ժամանակ երբ մեծ հայրիկս որոշեց ցկել կորձը եւ գետրոնանալ Հայաստանի եւ բարեգործության վրա, փոխանցելով կորձադեղվույն ղեկավարումը երկրորդ սերունդին։ Այժմ նույնը կբադահի մեզի հետ։ Ես արդեն 32 տարեկան եմ եւ ստանցնած եմ կորձադեղիներուն ղեկավարումը։ Մինչդեռ մորաքույրս Դիանան ամբողջությամբ կետրոնացած է բարեգործական ծրագիրներուն վրա։ Ան ինձի փոխանցեց այդ պատասխանատվությունը շարունակելու զարգացնել մեր գործունեությունը Միացյալ Նահանգներում մեջ։ Բայց միևնույն ադեն ես խորաբես կցանգամ նաև աշխուժորեն մասնակցելու հիմնադրամին աշխատանքներուն։ time I also want to be very involved in the foundation. And as you mentioned, Ինչպես գիտեմ, հիմնադրամը ծրագրեր է իրականացնում թե Հայաստանում, թե Նյու Ջերսիի հայ համայնքում։ Ինչ նախաձեռնություններ կնշեք, որոնք իսկապես մեծ ազդեցություն են ունեցել այս ընթացքում։ I would say birth Մեր ամենեն մեծ հաջողությունը եղած է այն արժեքները եւ նախաձեռնությունները, որոնք հիմնադրամը հաստուցած է մարդոց, ցկելով ամուր հետք, ինչպես Հայաստանի մեջ, այնպես էլ Սփյուռքի եւ ընդհանրապես համաշխարհային մագարտակով։ Ինձի համար ամենեն շատ ներշնչող բահերը մեկը այն է, երբ այստեղ կհանդիպիմ թեպի հայքի շրջանավարտներուն, որոնք որոշած են մշտապես տեղափոխվել Հայաստան եւ զայն դուն գոչել։ Ճիշտ ասիկա է իմ հիմնական դրդապատճառս շարունակելու այդ ժառանգությունը։ carry, our legacy.
And generally Ձեր գործունեությունը կենտրոնանում է տարբեր ոլորտների վրա՝ կրթություն, էկոտուրիզմ, ձեռնարկատիրություն, երիտասարդական ծրագրեր, որ ոլորտում եք ամենամեծ հաջողությունը գրանցել։ sectors. On the Armenian Կգարձեմ, թե մեծապես նպաստած ենք այն գործընթացին, որոնց շնորհիվ աշխարհի տարածքին ապրող շատ հայեր, որոնք սկիզբեն կապված չեն եղած Հայաստանի հետ, այժմ կդած են իրենց դեղն ու գաբը հայրենիքին հետ։ Այդ արդյունքն է, որ մով ամենեն շատը կհբարդանանք, եւ ասիկա փամն է, որ կպատրաստվենք կրկնապատկելու եւ երրապատկելու հարաճիգա դարիներուն, շարունակելով մեր բարի գործը։ continue our good work there. I'm wondering Իսկ ինչ չափանիշներով եք ընտրում գործընկեր կազմակերպություններին կամ այն նախաձեռնությունները, որոնց կուզենայիք աջակցել։ Yeah, so we look for Մենք կարևորություն կտանք որոշ հիմնական պայմաններու։ Օրինակ, կազմակերպությունը պետք է լա արձանագրված ոչ արևդրային հաստատություն եւ մոտավորապես 3 տարվան գործունեություն ունեցած լա։ Սակայն մեր գայքին վրա hovnanian.foundation.org ունենք իրավասության չափանիշներ, որ մանրամասնորեն ներկայացված են զանազան չափանիշներ, թե դրամաշնորհներու եւ թե գրտաթոշակներու համար, որոնցով հետաքրքրվողները կգնան այցելել եւ ստուգել, թե արդյոք կհամապատասխանին թե չէ։ and also Հիմնադրամը նաև կարևորում է թափանցիկությունը։ Ինչպես է ապահովում այն եւ ներքին գործելավոճում եւ նախաձեռնություններում։ in the initiatives as well. That's a great question. Ասիկա շատ լավ հարցում մնե։ Արդակինեն մենք բավական թափանցիկ ենք, կապված մեր տրամամիջոցային գործընթացներուն հետ։ Ամեն տարի մենք կհրաբարագենք դարեգան զեկույցը, ուր մանրամասնորեն կներկայացվին բոլոր այն նախաձեռնությունները, տրամաշնորհները, գրտաթոշակները եւ այլ ծրագիրները, որոնք կֆինանսավորենք թե Միացյալ Նահանգներու, թե Հայաստանի մեջ։ Այսպիսով մեր գործունեությունը ամբողջապես բաց է։ Ներսեն մենք կարևոր կհամարենք պատասխանատվությունը մեր գործընկերներուն կողմէ, որբեսի անոնք կդարեն այն, ինչ խոստացած են։ Անոնք կդրամատրեն հաշվետվություններ, որբեսի մենք տեսնենք իրապես իրականացնեն արդյոք իրենց նախադեսած ծրագիրները։ Մենք կգարձենք, որ թափանցիկությունը շատ կարևոր չափանիշ մնե Հայաստանի համար։ Քանի որ ադիգա գրնա բարձրացնել վստահությունը Սփյուռքի եւ Հայաստանի միջև, մասնավորապես բարեգործության ոլորտեն ներս, թե ուր կհասնի գումարը։ Մենք կցանկանք գլխավորել այս նախաձեռնությունը եւ ներդնել այդ թափանցիկության մշակույթը երկրի մեջ։ In providing that openness in the country. And this foundation Ինչպես նշեցիք ձեր խոսքում, հիմնադրամը նաև ծրագրեր է իրականացնում Նյու Ջերսիում։ Ինչ ուղղություններով է գործում հիմնադրամը հայ համայնքում։ in New Jersey in New Armenian Jersey. community. Well, Մեծ հայրս անշարժ քույքի զարգացման մասնակետ էր եւ դուներ կառուցող Նոր Ջերզիի մեջ եւ անոր հաջողությունը մեծապես կախված էր այն հանգամանքեն, որ ողջունեց իրաքցի քաղաքականները եւ թույլ տվավ կառուցելու իր գործը։ Ոստի մենք ալ ներդրումներ կկատարենք համալսարաններու, դպրոցներու, հիվանդանոցներու, բժշկական հաստատություններու եւ այդ շրջանի այլ գարիքներու մեջ, որպես մեր երախտագիտության արտահայտություն անոնց հանդեպ, այն բոլորին համար, ինչ անոնք ըրած են մեզի համար։ what they've done for us. When I was reading Երբ կարդում էի հիմնադրամի առաջնային սկզբունքները, գտա մի կարևոր կետ, որ փորձում է կամրապնդել կապերը Սփյուռքի եւ Հայաստանի միջև։ Ինչպես եւ ինչ տեսլական կա այստեղ։ how do you do that and what's the vision here? So initially there's a big Սկիզբը Սփյուռքի շրջանագի մեջ մեծ թյուրիմացություն կար այն մասին, թե ինչպիսին է իրականության մեջ կյանքը Հայաստանի մեջ՝ ի դարբերություն այստեղ գտնվող իրականության։ Մենք այդ խնդիրը կփորձենք լուծել դեպի հայք ծրագրի միջոցով, ստեղծելով խորացված եւ երկարաժամկետ փորձառություն անոնց համար, որոնք կուքան երկիր։ Անոնք կաբրին հյուրընկալ ընտանիքներու կով, գամավոր աշխատանք կկատարեն դեղբույն վրա, կաշխատին այստեղ, կսորվին լեզուն եւ գրնան մնալ մինչեւ 1 տարի, իսկապես զգալով, թե ինչ կնշանակե ապրիլ Հայաստանի մեջ։ Մենք շարունակած ենք այս մոդեցումը Armenian Volunteer Corps ծրագրով, որ ուղղված է այն մարդոց, որոնք դուրս են դեպի հայքի դարիքային սահմաններեն, բայց նույնպես կփապակին նման փորձառություն ունենալ։ Ասկեզատ ունենք վերադարձ Հայաստան նախաձեռնությունը, որում միջոցով կփորձենք աջակցել աշխարհի դարբեր ծայրերու մեջ ապրող հայերուն դեղափոխվելու Հայաստան իրենց ընտանիքներով եւ հաստատվելու այստեղ մշտապես։ Մեր թիվ 1 նպատակն է ցույց տալ իրական Հայաստանը այնպիսին, ինչպիսին որ գա։ Իսկ անգեյետ մենք կմոտենանք դարբեր խումբերու Սփյուռքի մեջ ապրող հայ բնակչության ուղղված հadoop ծրագիրներով խտանելու անոնց դեղափոխությունը Հայաստան։ to get them to move to the country. Yeah, one of your guiding principles. Այո, ձեր առաջնային սկզբունքներից է նաև հայրենադարձության խթանումը։ Մարտահրավերների հանդիպում եք այս հարցում։
Yeah, it's Այո, շատ դժվար է Մեգեմը բանջել դեղափոխվել իր ծննդավայրեն դեպի Հայաստան, երբ ան ունի ընտանիք, կին, փոքր երեխաներ եւ անորոշություն կա ուր պիտի ապրի կամ աշխատի։ Մեր գլխավոր մարտահրավերը ճիշտ այդ որոշման կայացման հարցի մեջ մարդոց աջակցելն է։ Ադոր համար մենք կցկտենք հնարավորինս թյուրացնել անոնց տեղափոխության գործընթացը։ Կցանկանք, որ անոնք ունենան հարմարավետ բնակարան, աշխատանքային հնարավորություններ, երեխաները դպրոց հաճախելու կարելի եւ անոնք կարենան ներգրավվել դեղական մշակույթի մեջ։ Մենք նպատակային աշխատենք այդ ամբողջ մեգնումի շղթայի բոլոր բաղադրիչներու վրա, որբեսի Հայաստան դեղափոխվելու գործընթացը դառնա շատ ավելի թյուրին եւ գրավիչ։ much more easy experience for them to come here. What are the ways that Ինչպես եք Սփյուռքի հետ աշխատում եւ նրանց ներկայացնում Հայաստանը, որ նրանք կարող են գալ, ապրել այստեղ եւ մասնակցել տնտեսության զարգացմանը։ also support and boost economy? Yeah. So Այո, initially, սկիզբը Սփյուռքի մեծամասնությունը կփափակեր Երևանի մեջ մնալ, սակայն ժամանակի ընթացքին գրնան ավելի խորունկ փորձառություն ունենալ, եթե Հայաստանը ճանչնան այնպես, ինչպես իսկապես եղած է։ Այսինքն դուք խրախուսում եք, որ նրանք գործեն ոչ միայն Երևանում, այլ նաև այլ վայրերում, մարզերում։ exactly. And so we've Ճիշտ այդպես եւ այդ պատճառով մենք ընդարձակած ենք հյուրընկալ ընտանիքներու կարելիությունները Հայաստանի դարբեր քաղաքներու եւ գյուղերու մեջ, Գյումրիի, Վանացորի եւ այլ վայրերու։ Մենք նկատած ենք, որ մարդիկ այսօր շատ լավ գարցականք են եւ հիմա մեր դեպի հայք ծրագրի մասնակիցներուն մեծամասնությունը նույնիսկ կնախընտրել լալ Երևանեն դուրս ավելի փոքր համայնքներու մեջ, քան նույնինքն մայրաքաղաքի մեջ։ Այս փոփոխությունը նաեւ գարդոնե անոնց ավելի խորաբես ծանոթանալու Հայաստանի բազմազանության դեսնելով դարբեր շրջաններու մշակույթները, խնդիրները եւ առօրյան, ինչ որ գծեվավոր է շատ ավելի ամբողջական եւ իմաստալից փորձառություն։ than in the city. And what is the Եվ հիմա ինչի վրա է կենտրոնացած հիմնադրամի առաքելությունը։ Արդյոք այն փոփոխվել է տարիների ընթացքում։ now? Well, I would say it's been Պետք է ասեմ, որ մեր բարեգործական գործունեությունը հիմա ավելի մշակված եւ նպատակային է։ Սկիզբը իմ մեծ հայրս բացարիք բարերարմն էր, սակայն անոր մոդեցումը ավելի շատ արձականքային էր, երբ կարիք կհարաճանար, անգոքներ։ Իսկ հիմա մենք շատ ավելի ռազմավարական եւ նպատակային մոդեցում որտեղած ենք։ Մեր հիմնական առաքելություններն մեկն է գաբը ստեղծելը Սփյուռքի եւ Հայաստանի միջև։ Այդ ուղղությամբ կառուցած ենք համագարքային ծրագիրներ, ինչպիսին են Թեբի հայքը, Armenian Volunteer Corps-ը եւ այլ նախաձեռնություններ։ Այսօր մեր բարեգործական գործունեությունը շատ ավելի դեսլաբաշտ ու համագարկված է։ Աբակային մենք կփափակենք ընդլայնել այդ աշխատանքը միևնույնադեն բացը լալով նոր հնարավորություններու առջև։ Պիտի տեսնենք ճամփան ուր կդանի մեզ։ see where we go from there. And how do you see the importance of Ինչպես եք կարևորում Սփյուռքի ներգրավվածությունը այս ծրագրերում։ Ինչ եք կարծում, ինչպես կարելի է Հայաստանում կենտրոնացնել Սփյուռքի ներուժը եւ այն ուղղել հստակ նպատակների իրագործմանը։ on a purpose in Armenia? Right. Քանի որ կորձարար եմ, շատ անգամներ դրամական դեսանգյունե կմտածեմ։ Կգարձեմ, որ Հայաստանը բազմաթիվ գարիքներ ունի, միևնույն ադեն մեծ ներուժ իր տնտեսությունը զարգացնելու։ Այն հարցով, թե ինչպես կրնան սփյուռքահայերը օգնել, բացի ոչ շահութաբեր բարեգործութենեն, կարաչարգեմ ավելի մեծ կորձարար ներդրումներ կատարել։ Ընկերություններ հիմնել այստեղ, դեղական մասնաճյուղեր փանալ։ Օրինակ, ինչպես կտեսնենք, որ սերվիս ընկերությունը մեծ եւ գեղեցիկ գրասենյակ մոփացած է բազմաթիվ աշխատակիցներով։ Սփյուռքահայերու կողմէ, որոնք աշխարհի դարբեր կողմեր հաջողության հասած են, կորձարար ընդլայնումը կշարունակվի Հայաստանի մեջ։ Հայերուն աշխատանքի ընդունել եւ անոց սորվեցնել արևմտյան չափանիշներ, կորձարարության, տապանցիկության եւ բացության վերաբերյալ։ Գարձեմ մեծ բարելավում կբերե Հայաստանին։ Huge improvement in Armenia. And as a vice president, Եվ որպես հիմնադրամի փոխնախագահ, կան փոփոխություններ, որ ցանկանում եք իրականացնել եւ ինչպես եք պատկերացնում հիմնադրամի հետագա գործունեությունը։ Well, Բավական համեստ եմ, որ տանտաղ քայլերով հարաճ երթամ եւ տեսնեմ ուր կհասնենք հարաճիգա դաստամյակին ընթացքին։ Պետք ունիմ ավելին սորվելու Հայաստանի մասին եւ թե ինչպես մշակույթը կզարգանա այն ուղղությամբ, որ գերտանք, եւ թե ինչ կփապակին ու կգարոդին մարդիկ։ Ուստի միշտ կսորվիմ, աչքերս բաց են եւ եթե առիթներ ըլլան, որոնք կգարձեմ թե գրնան բարելավվել, զանոք կկործատրեմ, սակայն առայժմ կշարունակենք ընել ինչ որ գնենք եւ պիտի տեսնենք ուր կհասնենք հարաճիգային։ and we'll see where we go from there. and are there any specific Կան հստակ ծրագրեր եւ նպատակներ Հայաստանի հետ կապված։ links to Armenia in the future?
Well, right now we've Ներկայիս մենք իրականացուցինք Հոնան գրթաթոշակի ծրագիրը։ Այս ծրագիրը հիմնականի մեջ այստեղ գտնվող հայերուն կթույլատրե արդահանել իրենց մշակույթը, դաղանտները եւ արվեստները աշխարհի տարածքին։ Ասիգա գրնա ընդգրկել հետազոտողեմը, որ ունի շատ լավ հետազոտական փաստաթուղթը, որ կուզե ներկայացնել համաժողովի մեջ, եւ մենք կհովանավորենք զինք այնտեղ երթալու եւ իր աշխատանքը ներկայացնելու համար։ Կամ ջադրագի խաղացողեմը, որ կփապակի ախոյան դառնալ, որում մենք կաճակցենք այդ նախաձեռնության մեջ Թաշնագահար եւ այլն։ Այս ծրագիրը շատ ծախսալից է եւ մենք ունեցած ենք նախնական մեծ հաջողություններ, ինչ որ մենք նախադեսած էինք ծախսել գրթաթոշակներու վրա 2025-ին, արդեն իսկ հասած ենք այդ գումարին առաջին երամսյակին։ Ուստի մենք շատ լավադես ենք, որ այս ծրագիրը պիտի շարունակե ընդլայնել եւ մենք իսկապես ողջավորված ենք տեսնելու, թե ուր պիտի հասնի ասկեյետ։ Եվ ինչու մտածեցիք, որ պետք է նման ծրագիր իրականացնել։ We thought it was important. Մենք կարծեցինք, որ կարևոր է ոչ թե որովհետև մեր գլխավոր առաքելությունը դեղ հասցնել պետք եղածը, այլ նաև կարևոր է աշխարհին ցույց տալու հայերուն դաղանտները։ Մենք կհավատանք, որ այնքան շատ դաղանտավոր հայեր կան բոլոր տարբեր ասպարեզներու մեջ, որոնց ընդունակությունները աշխարհը պետք է տեսնե, եւ թե ինչի կգտնահասնել այս բզդիկ երկիրը։ Ուստի մենք լրջորեն կնվիրվենք այս առաքելության։ We're really leaning into that mission as well. Շնորհակալ եմ հարցազրույցի համար եւ հաջողություն եմ մաղթում ապագա նախաձեռնություններում։ Շնորհակալ եմ։ Thank you. Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ ես զրուցում էի Հովնանյան ընտանեկան հիմնադրամի փոխնախագահ Գոռ Սահակյանի հետ։ Կհանդիպենք։